Ապրիլի 17-ի գիշերը ռուսական կողմը շահեդներով զանգվածային հարձակում է սկսել Ուկրաինայի Դնեպր քաղաքի վրա, հաղորդվում է 3 զոհի մասին։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով զոհվածների թվում կա 1 երեխա, վիրավորների թիվը հասել է 30-ի։ Վնասվել են տներ, կրթական եւ մշակութային հաստատություններ, իսկ անօթաչուներից մեկն ընկել է քաղաքապետարանի մոտ, ասել է Դնեպրի քաղաքապետը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել պաղեստինյան Համաս շարժման ղեկավարությանը եւ քաղաքական թևին Գազայի հատվածում ռուսաստանցի պատանդներին ազատ արձակելու համար։ Պուտինի խոսքով Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որպեսզի նման գործողություններ հնարավորինս հաճախ կատարվեն, որպեսզի բոլոր մարդիկ, որոնք գտնվում են նման պայմաններում, ազատ արձակվեն, ընդգծել է նա։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ապրիլի 16-ին Ճապոնիայի պատվիրակության հետ մաքսատուրքերի շուրջ բանակցություններում մեծ առաջընթաց է ձեռք բերվել։ Ճապոնական կողմը չէր սպասում, որ Թրամփն անձամբ կմասնակցի ամերիկյան մաքսատուրքերի սահմանումից հետո անցկացվող առաջին դեմ-առ-դեմ բանակցություններին։ Տոկիոն ըստ Reuters-ի ակնկալում էր, որ բանակցությունները կառնչվեն միայն առևտրի եւ ներդրումների հարցերին, սակայն Թրամփն իր մասնակցության մասին հայտարարելիս նշել է, որ կքննարկվի նաեւ Ճապոնիայում ԱՄՆ զորքերի տեղակայման ծախսերի հարցը։ Մեծ պատիվ էր հանդիպում անցկացնել ճապոնական պատվիրակության հետ առևտրի շուրջ։ Սա մեծ առաջընթաց է, ասել է Թրամփը հանդիպումից հետո։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքովը Ֆրանսիայում են այդ ընթացքում կողմերը եվրոպացի գործընկերների հետ կքննարկեն Ուկրաինայի վերաբերյալ հարցեր։ Նշվում է, որ բանակցությունների նպատակն է առաջ մղել նախագահ Թրամփի Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը եւ արյունահեղությունը դադարեցնելու նպատակները։ Սերբիայի խորհրդարանը չորեքշաբթի հաստատել է նոր կառավարության կազմը Ջուրո Մաքուտի գլխավորությամբ երկրում ամիսներ շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին։ Իր երթմնակալության խոսքում Մաքուտն ասել է, որ Սերբիան հոգնել է բաժանումից եւ շրջափակումներից եւ կոչ արել ներդաշնակեցնել հասարակությանը երկխոսության, հանդուրժողականության եւ ընդհանուր արժեքային համակարգի միջոցով։ Նա հայտարարել է, որ իր անմիջական առաջնահերթությունը կլինի դպրոցների եւ բուհերի բնականոն գործունեության ապահովումը։ Լեհաստանը ճանաչում է Պաղեստինի պետությունը, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին։ Մենք աջակցում ենք Գազայի հատվածում արյունահեղությունը դադարեցնելու բոլոր ջանքերին, հավելել է արտգործնախարարը։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էր հայտարարել, որ Ֆրանսիան կարող է հունիսին ճանաչել Պաղեստինի պետությունը, իսկ 2024-ի մայիսի վերջին Նորվեգիան, Իռլանդիան եւ Իսպանիան Պաղեստինը ճանաչել են որպես պետություն 1967 թվականին հաստատված սահմաններում։